Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Հայրիկն էլ այլ վայրում է գնում, հիմա գալիս է ճանապարհ։ Այո, զանգել եմ, այս բանի կապսի հայրս, այնպես որ խնդիրություն ենք, մենք աշկանդված չենք, բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ, թող գնան, տեսնենք ինչ են։ Ձեզ ինչ են ասել, պարոն Գրիգորյան, որ եկել ինչ են ասել ձեզ։ Դե տղայիս են ուզել, որս են ուզել, տղաս էստեղ է սպային կանգնած է, ուղղակի սպասեցինք մինչև փաստաբանը կա, տեսնենք ինչ է ասում փաստաբանը, խնդիր չունենք, ուղղակի ինքան որ սպասեցինք փաստաբանին, որովհետեւ ինչ որ արվում է, փաստաբանը ներկայացնում։ Ձեր դուք չեն ներկայացել, չեն արել ձեր բնակարանը։ Նորմալ բավարար է, տեսը որ է ոստիկանությունը, մասը խնդիր չկա։ Ցայնակություններ գրասենյակում ինչ են անում։ Ճիշտ ասած գրասենյակից տեղյակ չեմ, զանգեցին ասեցին, որ մի գրասենյակում մտել են, չգիտեմ ինչ գործողություններ են արել այնտեղ, մյուս գրասենյակում այս պայքարությամբ ասեցին, որ ինչ-որ մարդաշատ են, այնտեղ կանգնած են, այս գրասենյակը այս պահին փակել, քանի որ հիմա հասկանանք տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու, հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն այդ ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության թեկնածուների տներն են գնացել, հաջակիցների։ Ձեր դաշինքից։ Այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ չվել են գործի, էլի, այսպես ասեմ։ Վերջում մենակ դուք մնաք։ Ես հաստատ մենակ չեմ մնալու, տղաները բոլոր ամեն մեկը իրենց աշխատանքները կատարել են, երեկուն են ես արդեն իրենց խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջին անգամը չէ, մենք գիտենք եւ որ դոզայի տակ մեր տված որ ճնշման տակ ինչ կարող է լինել։ Այս համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի, որ Քարոզարշավի շրջանակներում այսպես խանգարեցին, հիմա չգիտեմ որ մեկը անեմ էլի, ես իմ հարազատների նայեմ թե ինչ, բայց այնուամենայնիվ Երևան խոսել եմ տղեկի հետ, մեր գործընկերների, պատգամավորների հետ, ես չեմ կարողանալու գնալ Երևան, քանի որ Գյումրիում տեսնում եք բոլոր թիմագիծներից նկատմամբ լուրջ ճնշումներ է գնում, մարդկանց ահաբեկում են, վախեցնում են, Երևանում մեր պատգամավորները այնտեղ կլինեն, տեղում կհասկանան ինչ է կատարվում, այդ մասով խնդիր չունեմ, հավաքներս այսօրվա է խոշոր հավաքը ոնց որ թե փչացրեցին ամեն դեպքում, բայց ոչինչ, առիթը կունենամ դրա տեղը հանելու, այնպես որ խնդիր չկա, բայց արձանագրենք, որ Քարոզարշավի շրջանակներում խոչընդոտեցին, չկարողացա իմ Քարոզարշավը մինչև վերջ նորմալ կազմակերպել, իսկ թե դա ինչի հետևանք է, եւ ես եւ արդեն գյումրեցիները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ հաղթող թեկնածուի դեմ բարձր որ այս ամեն ինչը պիտի արվի։ Երեք ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ այդ մասին, թե ինչի էր միտված այդ վիդեո ռոլիկները, մյուսը եւ իշխանությունը ոնց էր ուզում ընդդիմությանը իր, այսպես ասեմ, իր զենքով ոնց պիտի վնասեն, ես այդ եմ բարձրաձայնել ու ոնց որ իշխանության ծրագրերը խառնել եմ, բայց ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, ես այս պրոցեսների մեջ մտնելով եմ գիտակցել եմ, երեկ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիր է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բան չի տանել։ Գյումրեցիները այս ամեն ինչը տեսնելու են, գյումրեցիները զգալու են, հասկանալու են, որ եւս մեկ ընտրություն, եւս մեկ անգամ իշխանական հարձակում Մարգարիտ Գրիգորյանի վրա։ Իսկ այդ հարձակումը հասկանալի է, պատահական չէ։ Հաղթող թեկնածուին
ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ, ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն, տղայիս էլ, հորս էլ, թող տանեն, ձերբակալեն, իրանք ընդեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում, նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։